Նորքի հոգեբուժարանում հիվանդները վերջին անգամ կատնամթերք կերել են անցյալ տարի, իսկ Սևանի հոգեբուժարանում ժամկետն անց դեղորայք է հայտնաբերվել։ Արարատի մարզի հոգեբուժարանում էլ հակասանիտարահիգիենիկ վիճակ է տիրում։ Այսպիսի պատկեր է արձանագրել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ Ներկայացված խնդիրները ՄԻՊ-ի գրասենյակը փաստում է լուսանկարներով, որոնցում հստակ երևում են մի քանի անուն դեղերի անցած ժամկետը, լուծույթ, որը լցված է լրիվ այլ դեղորայքի համար նախատեսված սրվակում եւ ոչ միայն։ Պաշտպանի աշխատակազմի բռնությունների կանխարգելման վարչության պետ Երանուհի Թումանյանցն Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ իրենց այցելությունից հետո տնօրինությունն արագ ազատվել է ժամկետն անց դեղորայքներից, այնինչ սահմանված կարգով այս դեղորայքը համապատասխան փաստաթղթերով նախ պետք է օտարվեր։ Դեղեր, որոնք որ ուղղակի գրված են, մատնանշված են, որ նրա ժամկետը լրանում է օրինակ մայիսի 25-ին, փաստոցի մենք գտել ենք սրվակներ 2008 թվականի, այդ փաստը նույնպես ունենք, որը յոդինոլ է եղել, այնտեղ եղել է որոշակի լուծույթ, որ միանգամից հիմնարկի ղեկավարությունը վերցրել է եւ ոչնչացրել է այդ դեղորայքը, այսինքն մենք հիմա արդեն ապացուցել նույնպես չենք կարող, ընդ որում ոչնչացվել է դեղորայքը ոչ սահմանված կարգով, ուղղակի դեն է նետվել արագ կերպով։ Սահմանված կարգը պետք է համապատասխան արձանագրվի, որ այս ժամկետները, այս դեղորայքի ժամկետը լրացել է, կամ եթե չի լրացել, ապա ոչնչացման խնդիր էլ չպետք է առաջանար։ Զրուցակցից խոսքով տրամաբանությունը հուշում է, որ հոգեբուժարանում հայտնաբերված ժամկետն անց դեղորայքը տրվել է հիվանդներին։ Պաշտպանի գրասենյակը թեպետ պահեստներում արձանագրել է, որ սանիտարահիգիենիկ վիճակը վերականգնելու համար համապատասխան մակրո խեղուկներն առկա են, այդուհանդերձ անհանգույցներում պատկերը հեռու է եղել բավարար համարվելուց։ Իսկ ահա հոգեբուժարներից մեկում հիվանդները վերջին անգամ կատնամթերք կերել են անցյալ տարի։ Արձանագրել էինք, որ Նորք հոգեբուժական կենտրոնում չեն հիվանդները վերջին անգամ կատնամթերք ստացել էին անցյալ 2013 թվականի դեկտեմբերին։ Սանիտարահիգիենիկ պայմանները զուգահանի թեկուզ տեսակետից կամ լվացանի տեսակետից շատ կեղտոտ է, ժանգոտված է շատ դեպքերում, ինչը որ երևում է, որ ուղղակի երկար ժամանակ նորմալ սանիտարական պայմաններ չեն ապահովել։ Հոգեբուժարաններից մեկում էլ հիվանդներին տրվող դեղն օրվա սկզբում հանվում է տուփերից, դրվում սովորական թղթի վրա, որը ողջ օրվա ընթացքում կեղտոտվում է եւ հաճախ նաեւ դեղերի տեղերը խախտվում են, հետեւաբար հայտնի չէ, թե օրվա ընթացքում հիվանդին որ դեղի փոխարեն ինչ է տրվում, ասաց Թումանյանցը։ Հատկապես շոկ պայմաններում ճանճերը շատ են, թուղթը որպես այդպիսին կեղտոտ է, դեղը այդպես փռնում է, բաց է, ավելին մեկ թուղթը դրվում է ոչ թե պինդ սեղանի վրա, այլ շարժվող, որից մեկը ասելուց կարող է ուղղակի դիպնել այդ սեղանին եւ դեղորայքը խառնվել, այսինքն դա նույնպես խնդիր է։ Առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Ծաղիկ Վարդանյանի խոսքով Սևանի հոգեբուժարանում իրենք ժամկետն անց դեղ չեն հայտնաբերել, բայց նախարարի հրամանով ուսումնասիրվելու են խոտանված դեղորայքների ցանկը։ Բայց վերցվել են համապատասխան փաստաթղթերը, դուրս գրման, խոտանման, դեղորայքի այդ ժամկետանց դեղորայքի այդ բամբոշ փաստաթղթերը մեր մոտ են, որոնք անհրաժեշտություն ունեն ուսումնասիրության։ Ըստ ՄԻՊ-ի աշխատակցի, սակայն դժվար թե այդ փաստաթղթերը որևէ պարզաբանման հիմք հանդիսանան, որովհետև տնօրինությունն առանց գրանցելու դեղորայքի օտարումը այն դեն է նետել։ ՄԻՊ-ի ներկայացրած կեղտոտ թղթի վրա շարված դեղերը զբոսանքի հնարավորության բացակայությունն ու միատեսակ սննդի խնդիրը, սակայն առողջապահության նախարարության ներկայացուցիչը չի ընդունում։ Ես այդ բացթողումները, այդ նկարագրած մասով բացթողումները իհարկե բողոքներով միանշանակ չեմ ընդունում եւ առաջարկ ենք անելու այդ մասի հետ կապված նախարարին, որովհետեւ կատարվի որոշ ժամանակահատվածում մշտադիտարկում։ Մշտադիտարկումների ժամանակ հոգեբուժարաններում տեղյակ չեն լինի մեր այցելությունից, ասում է զրուցակիցս ու հավելում, որ մինչև այս ամսվա վերջ կհրապարակվեն ՄԻՊ-ի բարձրացրած խնդիրների մասով իրենց ուսումնասիրությունների արդյունքները։